Արթուր Խաչատրյան։ Սիրելի հայրենակիցներ, օրենքի փոփոխության հիմնավորման մեջ փոխնախարարը ինչ ասեց, ասեց նպատակային նշանակությունը չփոխելու, չչարաշահելու, բառացի ձևակերպումը չեմ հիշում։ Ես այն խնդրեցի ներկայացնել, քանի տենց օրինակ գիտի։ Ասեց առանձին կասեմ Վանաձորում ինչ ա եղել, չէ առանձին տարածված։ Եթե նպատակային նշանակությամբ չի օգտագործում, գնացեք հասեք Երևանից մինչև Վանաձոր, տեսեք գյուղատնտեսական նշանակության քանի հազար հեկտար կա, որը չի օգտագործում։ Այդ հարցը ձեզ չի հետաքրքրում։ Բայց հարցի մասին մի բան արեք, որ Ղազախստանից Ադրբեջանից եկած 4-րդ կարգի ցորենի հույսին չմնա այդ կառավարությունը։ Այդ հարցը ակներևաբար ձեզ չի հետաքրքրում։ Գախնի եք պահում, ասում եք առանձին կասեն Վանաձորում ինչ ա եղել, դե ասեք ինչ ա եղել։ Ամփոփիչ ելույթում խնդրում եմ ասեք ինչ ա եղել կոնկրետ Վանաձորում։ Ստեղում եք մանկապարտեզ երեխայի տեղ դրել նպատակային նշանակություն, այդ մեկ էլ հանկարծ նպատակային նշանակությունը դարձավ այդքան կարևոր մի եզակի օրինակով, թե դա եկեղեցական արշավի հերթական դրսևորումներից մեկն է։ Փոխնախարարեք, եկել եք օրենք եք զեկուցում։ Պարոն Ղալումյան, եզրափակիչ ելույթ համեցեք։ Պարոն Խաչատրյան, արձագանքելով ձեր ելույթին ասեմ, որ նմանատիպ դեպքեր կան, բայց այս նախագիծը եկեղեցուն սեփականության իրավունքով հող ունենալու իրավունքից չի զրկում։ Եկեղեցին, եթե սեփականության իրավունքով հող ձեռք բերելու ցանկություն եւ հնարավորություն ունենա, այս նախագիծը դրան չի խանգարելու։ Նախագիծը ընդամենը անհատույց էլի տալու իրավունք վերապահում է, բայց ոչ սեփականության իրավունքով։ Պարոն Վարդանյան, համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, խոսքը գնում է նպատակային նշանակություն ասելով նկատի ունենք, որ եկեղեցին օրինակ դիմում է, որպեսզի հողամաս տրամադրվի, այդ հողամասը ինչ-ինչ պատճառներով կարող է նաև անկախ պատճառներով կամ ընդհանրապես իրենց իսկ անկախ պատճառներով չի կարողանում ծառայել այն նպատակին, ինչի համար այն հատկացվել է, հետագայում պետությունը եւ համայնքը զրկվում է այդ հողամասը սեփականության իրավունքով տնօրինելու հնարավորությունից։ Եվ այդ հողամասը տենց տարիներով մնում է։ Ինչպես պարոն Ղալումյան ասաց, եկեղեցու սեփականության իրավունքով ոչ մի տիպի չենք սահմանափակում, մենք նաև հողային օրենսգրքով այլ կարգավորում էլ ունենք, որ պետության համայնքային հողամասերը կարող են անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել։ Հետևաբար կարծում ես մասով հանդես չկա։ Շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց, ընդմիջում եւ կհանդիպենք 16:30 հայտարարությունների ժամի համար։